Ողջույն։ Հայաստան-Վրաստան իրար հետևից երկու ֆուտբոլային խաղում խոշոր հաշվով պարտությունից հետո ֆուտբոլասերները նոր թափով են պահանջում, որ ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը հեռանա պաշտոնից։ Վերջին ամիսների նրա դեմ ակցիաները բազմաթիվ են, երթեր են եղել, խաղեր են ընդհատել։ Մելիքբեկյանը ներողություն է խնդրում, ասում է հունիսից լավ կխաղանք, բարեփոխում բան։ Մելիքբեկյանի եռամսյա ծրագրի մասին ելույթը կարդալիս հիշեցի Նիկոլին 44-օրյա պատերազմում պարտությունից հետո։ Նա էլ 6 ամսյա ծրագիր էր հրապարակել 15 կետանոց։ Ոչ մեկով էլ տեղից չշարժվեց։ Հանուն արդարության ասենք, որ Մելիքբեկյանը միայնակ չէ։ Նիկոլի թիմում ամեն մեկը մի ձախողակ Արմեն Մելիքբեկյան է։ Բոլորը։ Այսօր դարձյալ Երևանի քաղաքապետարանի դիմաց ակցիային անում 4-րդ կարգի վթարային շենքի բնակիչները ասում էին ամեն վայրկյան սպասում ենք, որ շենքը հեսա գլխներից փուլ կգա։ Ասում են Ավինյանը խոստացավ, որ հենց ընտրվի քաղաքապետ մեր շենքի հարցը կլուծի, ընտրեցինք, խաբեց։ Տիգրան Ավինյանը ընտրվելուց 1.5 տարի հետո քաղաքացիներին տված խոստումը չի կատարել, չգիտի էլ կկատարի թե չէ, բայց քաղաքապետ ընտրվելուց 1 տարի անց Նորքում Սիրուն առանձնատուն է իր ընտանիքը գնել։ Հերքում են, թե $650,000 են գնել, ասում են $490,000 արժի։ Ինչով է տարբերվում Ավինյանը Մելիքբեկյանից։ Երկուսն էլ քանդել են իրենց վստահված ոլորտները։ Այսօր պաշտպանության նախարար աշխատող մարդը ինչով է պակաս Արմեն Մելիքբեկյանից։ Վերջին օրինակը։ Ամեն օր Ադրբեջանը տարածում է լուրեր, թե Հայաստանի բանակը կրակում է իրենց ուղղությամբ։ Մեր պաշտպանության նախարարությունը հերքում է, բնականաբար, քանի որ չի կրակում։ Հետո լուրեր են տարածվում, որ ադրբեջանական բանակն է Գեղարքունիքի մարզում կրակում, նաև զորքեր կուտակում։ Սուրեն Պապիկյանի նախարարությունը դա էլ է հերքում, թե ադրբեջանական բանակը չի կրակել, զորաշարժ չկա, սուտ լուրեր մի տարածեք։ Հետո նույնը կրկնում է Սուրեն Պապիկյանն անձամբ ազգային ժողովում։ Գեղարքունիքի սահմանամերձ գյուղերի բնակիչները ասում են Պապիկյանը ղալաթ է արել, կրակում են, մենք ենք լսում այդ կրակոցները, մենք ենք ապրում այդ գյուղերում։ Պաշտպանության նախարարությունից հերքողը շենքի պահակը չէ, նախարարն է։ Հետաքրքիր է, թե ինչու են սրանք լռում թշնամու հրադադարը խախտելու մասին, ինչու են ուզում թշնամուց բարի կերպար կերտել։ Մենք հրադադարը չենք խախտում, Ադրբեջանը ամեն օր ասում է խախտել են։ Իրենք հրադադարը խախտում են, մերոնք ասում են չեն խախտել։ Այդպես բան։ Սա նույն պաշտպանության նախարարությունն է, որը Ադրբեջանի կրակոցների արդյունքում ծանր վիրավորված 2 զինվորի դեպքը ներկայացնում էր թեթև քերծվածքներ, այն դեպքում, երբ ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել էին հոսպիտալ։ Նախորդ տարի էլ հրադադարի խախտումներ կային, քաղաքացիները վնասներ էին կրել, ահազանգողները ահազանգում էին, որ գրառումներից հետո իրենց այցելել են ոստիկաններ, ահաբեկել, որ չբարձրաձայնեն։ Այսինքն անում են ամեն ինչ, որ ցույց տան իբր խաղաղ է։ Փչել են խաղաղության մասին փուչիկ ու ուղարկել ասեղների վրա։ Նիկոլն ասում է Ադրբեջանը հրադադարի խախտման մասին կեղծ լուրեր է տարածում, գլխավոր լուրը քողարկելու համար։ Գլխավոր լուրն որն է, խաղաղության պայմանագիրը պատրաստ է ստորագրման։ Հենց այն, որ կրակում են, նշանակում է խաղաղության պայմանագրի մասին մոռացիր։ Այնպես որ Սուրեն Պապիկյանը իր տեղում վաղուց Արմեն Մելիքբեկյան է։ Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը վարի է տվել ոլորտը։ Իսկ օրինակ ինչ արել արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը իր ոլորտում։ Էլի օրինակը բերեմ վերջին կատարվածից։ Գալիս է ազգային ժողով ծրագիրի կատարողական ներկայացնելու։ Հայաստան խմբակցության падգամավորները քննադատում են նախարարության քայլերը, որ չի հրապարակում խաղաղության պայմանագրի տեքստը։ Պատասխանում է, թե ընդդիմությունը չի ուզում խաղաղություն։ Ի հեճուկս ձեզ լինելու է եւ նման ինչ-որ բաներ է ասում։ Հետո գնում է Բրազիլիա ու հայտարարում, որ Ադրբեջանը նախապայմաններ է թելադրում ու բարդացնում է իրավիճակը։ Այսինքն ասում է, այն ինչ որ ստեղ իրեն են ասում, ինքն էլ հերքում է։ Արարատ Միրզոյանը գնում է թուրքերի հետ բանակցում, լայն ժպիտով վերադառնում է ու թուրքերը հայտարարում են առանց Ադրբեջանի հետ խնդիրները կարգավորելու ոչ մի քայլ չեն կանի։ Հետո մեզ ասում են թուրքերի հետ նորմալ է, բանակցում ենք։ Արարատ Միրզոյանը իր ոլորտում իրեն վստահված ուղղությամբ շատ ավելի բետար է տապալել,
քան Արմեն Մելիքբեկյանը ֆուտբոլում։ Իսկ Պապոյան Գևորգը Արմեն Մելիքբեկյանից ինչով է պակաս, կամ Ժաննա Անդրեասյանը, Անահիտ Ավանեսյանը, Սրփուի Գալյանն ու մյուսները։ Ոստիկանները ջարդուխուրդ են անում քաղաքացուն, մարդու իրավունքների պաշտպանը ասում է չեմ էլ այցելել ու գնում է դասախոսություն կարդալու մարդու իրավունքների այբուբեն սովորել, գործել, փոխել թեմայով։ Սրանք հատկապես դասախոսություններ են սիրում կարդալ այն թեմաներով, որոնք գցել են ոտքերին։ Այն թեմայով, որոնք պրավալ են տվել, ինչից հեռու են։ Նիկոլը օրինակ չունենալով դիպլոմ դասախոսություն է կարդում կրթվելը նորաձև է թեմայով։ Օրեր առաջ 17-ամյա պատանին սպանվեց երկար նայելու համար։ Երեք կարդացինք Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի ընտանիքին պատկանող գազալցականում սպանվել է 36-ամյա քաղաքացի։ Երեք կարդացինք Սպիտակում դանակահարություններ են եղել։ Այսինքն ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նույնն է իր ոլորտում, ինչ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը իր ոլորտում։ Այն օր ուրախացել էր, ասում էր հանցագործությունները 1%-ով նվազել են։ Ուրախանալու առիթ կա։ 2018-ից հետո 100%-ով ավելացել են։ Կրկնում եմ, սաղ պետական ապարատը լցված է Մելիքբեկյաններով, նրանց ազգուտակով։ Ասենք Արմեն Մելիքբեկյանը գնաց ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնից։ Ով է գալու։ Մի հատ ուրիշ ՔՊԱ-կան Մելիքբեկյան չի գալու։ Սրանք ում հանում են նույն մակարդակի կամ մի քիչ ավելի վատին բերում են տեղը։ Իրենց ռեսուրսը որովհետև էտա։ Այսքան անուններ թվարկեցի։ Իրենք ամեն մեկը մեկին փոխարինել են։ Որ հերացվածից են լավը։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը փոխարինել է ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին։ Նույն բանը չեն, ուղղակի սա մի քիչ ավելի վարժ է խոսում։ Գևորգ Պապոյանը, որ փոխարինել է Վահան Քերոփյանին, ավելի լավն է, երկուսն էլ եղել են առաքիչ, այն մեկը պիցցայի, սա ՀՀԿ-ում։ Սուրեն Պապիկյանը ում փոխարինեց։ Արշակ Կարապետյանին։ Պապիկյանից մի քիչ էր բեթար, ցուցմունք տալու դիմաց գործի անցավ։ Հիմա էլ Մոսկվայից Հայաստանում ընդդիմություն է աշխատում։ Արշակ Կարապետյանը ում փոխարինեց։ Վաղարշակ Հարությունյանին։ Արշակ Կարապետյանի որակի մի աշխատող էլ նա էր, որին Ռոբերտ Քոչյանը կոչմազրկել էր գեներալի ուսադիրներին անարժան լինելու համար։ Բայց Նիկոլը հենց Քոչարյանի ինադու էս երկուսին նշանակեց խորհրդական, օգնեցին պատերազմը ձախողել, հետո երկուսին էլ պաշտպանության նախարար նշանակեց։ Էլի պրավալ ու բերեց ձախողակների ձախողակին Պապիկյան Սուրենին։ Ժորժան, ոչ այս պրավալ տվողներն են հրաժարական տալու, ոչ էլ կարիքը կա որ տան, որովհետև այդ բուրգի գլխին կանգնած Նիկոլը թիվ 1 Մելիքբեկյան Արմենն է մեր երկրում։ Մելիքբեկյանը ֆուտբոլային խաղ է կրվել հարևան երկրի ֆուտբոլի հավաքականի հետ։ Դրանից առաջ ոչ հարևան երկրների հետ։ Իսկ Նիկոլը պատերազմ է կրվել հարևան երկրի հետ ու դիվանագիտական ձախողումներ ունի ոչ հարևան երկրների հետ։ Փաշինյանը շատ ավելի մեծ պարտություն ունի իր ոլորտում, քան ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը իր ոլորտում։ Հանձնել է հայրենիք, հանձնում է հողեր, զոհել է հազարներով կյանքեր, այնքան շատ, որ անգամ անունները չեն հայտնում, որ իրական թիվը չիմանանք։ Պակաս Մելիքբեկյան է Նիկոլը։ Երեկելի հարցազրույց էր տվելու էլի, ոչինչ չեմ զիջել, անվտանգության երաշխավորը խաղաղությունն է ու սենց ինչ-որ բաներ էր ասում։ Իդեպ, ինչի օրինակ Նիկոլը նախապես հասկանալով, որ պարտվելու ենք, որովհետև իրենց ղեկավարած որևէ ոլորտում հաղթանակը տարօրինակ կլինի, այնուամենայնիվ գնաց ու մարզադաշտում անձամբ գրանցեց հայ-վրացական խաղում պարտությունը։ Մենք հպարտ ենք մեր պարտությամբ կարգախոսով։ Կարող էր չէ չգնալ։ Դե օրինակ ասեր կորոնավիրուսով վարակվել եմ, թեստ եմ հանձնել։ Սորաբար որտեղ չի ուզում գնալ, այդպես է ասում, չէ։ Կարճ ասած, այդպես էլ չհասկացանք, թե ինչու պաշտոնից հեռացան Վահե Ղազարյանը, Արգիշտի Քարամյանը, Սասուն Խաչատրյանը ու մյուս Սասունները։ Նրանք վատ էին աշխատում, սրանք են լավ աշխատում։ Չենք հասկանում նաև, թե որն է իմաստը սրանց հրաժարականը պահանջելու, հաջորդներն են լավ աշխատելու։ Չէ՞ որ այդ բոլորի հրամանատարը աշխարհի թիվ 1 ձախողակն է։ Իրականում Մելիքբեկյանը պետք է գնա, Պապոյանն էլ, Պապիկյանն էլ, Գալյանն էլ, Վարդապետյանն էլ, մյուսներն էլ, ու գնալը քիչ է, կարծում եմ պատասխանատվություն պետք է կրեն իրենց արած ու չարածների համար։
Բայց այդ գնալը պետք է լինի թիմով, ամբողջությամբ։ Եթե ծառը արդեն արմատից փտում է, ինչքան էլ ճյուղ կտրես, ծառը չես փրկելու, անիմաստ է։